Փառքնժդեհին եւ ազատություն ապստամբ Սասնա ծռերին։ Ես նախորդ եթերի ընթացքում խոստացա, որ մի քիչ աշխարհի մասին կխոսեմ, որ իսկապես մեր հետ էլի կապ ունի, ինչպես հանրահայտն է ասում, ում է պետք է աշխարհը առանց Հայաստանի, ինքը իր երկիրը նկատի ուներ, ես էլ իմ երկիրը նկատի ունեմ։ Բայց մինչև աշխարհի եւ մեզ վերաբերող հարցերին անդրադառնալը ես մի կոչով ուզում եմ դիմել Արցախահայությանը։ Սիրելի Արցախահայություն, դուք հյուր չեք Հայաստանում։ Դուք ձեր տանն եք։ Ուղղակի մեր ընդհանուր տան մի սենյակը աղետի պատճառով վնասվել է, կվերականգնենք։ Եվ դուք ձեզ ուղղակի հյուրի պես քաշված, դուք ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։ Եվ խառնվեք մեր բոլոր գործերին, քաղաքական անցուդարձ կլինի, տնտեսական կլինի, բոլոր, դուք ինչպես մնացածը իրավունք ունեք ազատ ձեր կարծիքը արտահայտելու, ազատ տեղաշարժվելու, ձեր պահանջները ներկայացնելու։ Դուք բանտեղ մի դրեք գժերին, բանտեղ մի դրեք դավաճաններին, գլխեք ում նկատի ունեմ։ Եվ այսպես անցնենք առաջ, տեղի ունեցավ Թրամփի այցը Չինաստան։ Ասեմ, որ այցելությունը երկրի նախագահն էր այցելում պետություն եւ նրան ընդունեց այդ երկրի կոնկուրսի քարտուղարը եւ դա քաղաքական այց էր, բայց ես որ նայում եմ, դա քաղաքական տեսք չուներ, բայց եւ Ամերիկան Չինաստանի տրամադրվածությունը շոշափում է հենց անկանխատեսելի, անկանոն Թրամփի միջոցով։ Ոչ թե գնան դիվանագիտական ձևով, հերվից կան, այսպես տերմիններով խոսելով ինչ-որ բան հասկացնեն, նայել ընդերից այդպես պատասխանի, Թրամփը ուղիղ հարցեր է դնում եւ ակնկալում է ուղիղ պատասխան եւ շատ արագ հասկանում ես, թե դիմացինը հասկացան, չէ՞, ոնց որ երեխեն գնա եւ ուղիղ հարցեր տա, չքաշվի։ Եվ ստիպված լինես ուղիղ հարցերին ուղիղ պատասխանես ժամանակ է շահում նաև։ Եվ նման բան տեղի ունեցավ իրականում, երբ որ Դոնալդ Թրամփը գնաց Չինաստան, շատ ուղիղ հարցեր բարձրացվեցին, շատ ուղիղ, բնականաբար հետը տարել էր մի ամբողջ տնտեսական բլոկ, կարծեմ մոտ 200 Boeing վաճառվեց, Չինաստանը խոստացավ 200 ինքնաթիռ գնել, եւ այլ ոլորտներում նույնպես համագործակցության, բայց այստեղ հարցը իրականում աշխարհի կարգավիճակն էր, Ամերիկան ցույց տվեց, որ Չինաստանը արդեն երկրորդն է, ընդունեց, հավասար չէ իր հետ, բայց երկրորդն է։ Չինաստանն էլ դա հասկացավ, որ ընդունեց, սա նաև սիրաշահելու պահ էր, Չինաստանի ղեկավարն էլ իր հերթին Դոնալդ Թրամփին, ասենք ոնց որ մի մեծ երեխու տանի հատուկ վերաբերմունք ցույց տա, որ սա էլ իր հերթին իր վերաբերմունքը Չինաստանի հանդեպ նորմալ արտահայտի, Թրամփից բաներ կորզի եւ նրան տարավ իրենց կայսրի, ցին կայսրի, ով համախմբել ամբողջ Չինաստանը, այգին, այնտեղ տարբեր ծառեր կային, 100, 150, 200, 250 մինչև 500 տարեկան, 1000 տարեկան ծառեր կային։ Հա, տարավ այդ պուրակը եւ անգամ Թրամփին թույլ տվեց, ասես կարող եք ձեռք տալ։ Թրամփը հիացած էր եւ նույնիսկ իրեն հետաքրքիր էր, ասա դուք բոլորին եք այստեղ բերում, բոլոր կարողորեն, ասես չէ, բոլորին չենք բերում։ Այսինքն եւս մեկ անգամ սիրաշահեց Թրամփին, հիացած էր Թրամփը այդ այգու գոյությամբ, զբոսնեց, շրջեց, բայց Թայվանի հարցը փաստորեն շոշափվեց եւ Չինաստանը զգացնել տվեց, որ ինքը Թայվանը չի համարում անկախ պետություն։ Ասենք Նիկոլի պես չէ, ասես վեր Ղարաբաղից հրաժարվում ենք, Ադրբեջան հրաժարվում ենք, Չինաստանը չի հրաժարվում Թայվանից։ Ինչպես եւ չի հրաժարվել այն Ռուսաստանի տարածքում գտնվող, ասենք Վլադիվոստոկից, Բայկալ լճից, հասկանում եք։ Դրանք չինական տարածքներ են։ Բայց ասեմ, որ իրեն համար շատ կարևոր է, ավելի կարևոր է Թայվանը, որովհետեւ Թայվանը տասնյակ անգամներ, 100 անգամներ փոքր է այն տարածքներից, ինչ որ ռուսներն են վերցրել, բայց այդ կղզին, այդ կղզու դիրքը ամբողջությամբ
հյուսիս-արևելքից, այսինքն Չինաստանի ամբողջ ծովային սահմանը դրա կենտրոնում է գտնվում։ Ասենք այնտեղ դրված է, որ ինչ-որ մի ժամապահի, ասենք կետ է դրած, Ամերիկան այնտեղ ներկա է, այսինքն հյուսիս-արևելքից գալիս է այսպես գնում մինչև հարավ-արևմուտք, էսենց ամբողջ չինական այդ հատվածը վերահսկվում է Չինաստանի շարժը։ Այդ կղզին ռազմավարական առումով շատ մեծ նշանակություն ունի, սարսափելի մեծ, եւ Չինաստանը չի հաշտվում։ Իմիջիայլոց այդ կղզին ժամանակին Չինաստանի կազմում է եղել, ուղղակի որ Չինաստանը 1949 թվին բոլշևիկյան դարձավ, այս խորհրդային Չինաստանը ձևավորվեց, կարծեմ մի 2 տարի Թայվանը նրա կազմում է եղել, հետո այնտեղ չեն հաշտվել, ովքեր բոլշևիկների հետ չեն համակերպվել, եկել են այդ կղզի, ապստամբել են, դիմադրել են, հետո անջատվել են, բան եւ Ամերիկան աջակցել է եւ այսօր անգամ թայվանցիներ կան, որոնց հարցնում են, ասում են դուք չինացի եք, նեղվում են։ Ասում են, չէ, մենք թայվանցի ենք, բայց չինացի են ցակումով, էլի։ Ասենք ոնց որ ժամանակին Արցախահայության մեջ ուզում էին մտցնել, որ դուք հայ չեք, էլի, դուք ուրիշ բան եք։ Նամանավանդ Թաթար Ռուբոյի այդ արտահայտությունը, որ ասենք դառնալով պետնախարար Արցախում, նա այդ արտահայտությունը չպետք է աներ, չէ՞, որ ասում էր Արցախը երբեք չի կարող լինել Հայաստանի կազմում, բան դրանք տարբեր են հայերից, այսպեսի, որը հիմա պատասխանում է դրա համար, որ ինքը գտնվում է Բաքվում։ Ես դա չեմ մոռանալ ու չեմ ներելու Թաթար Ռուբոյին, շատ մարդիկ ցավ են ապրում, էս են անում, ես ամոթ եմ ապրում, որ Թաթար Ռուբոներն ու Բաքոները Ալիևի բանտում են, ոչ թե մեր։ Ոչ թե ցավ եմ ապրում, ես ամաչում եմ ուղղակի։ Դրանից չեմ ուզում խոսել։ Ասել է, որ Չինաստանը այդ Թայվանը չի մոռացել եւ այդպես էլ ինքը ցույց տվեց, որ Ամերիկա ջան, որքան էլ դու հա ինձ հետ տարեկան 1 տրիլիոն դոլարի ապրանքաշրջանառություն ունես, որը իմ տնտեսության համար շատ կարևոր է, որը կարելի ասել իմ տնտեսությունի պետության հզորացման շատ կարևոր մեթոդ է, բայց միևնույն է, ես Թայվանից չեմ հրաժարվում։ Չինաստանը նման դիրք բռնեց։ Եվ երբ որ Թրամփը եկավ Ամերիկա, նա սկսեց, այսինքն նա հարցազրույց տվեց եւ ինքը ոչ դիվանագիտական նորից ոչ դիվանագիտական արտահայտություններ արեց։ Այստեղ ես էլի լուրջ չեմ վերաբերում, բայց սա էլի տակտիկա է։ Եթե հանգարց դա գործի նաեւ մեր համար։ Ինչ ասել։ Հա, իմիջիայլոց ասեմ, որ Պուտինը արդեն պետք է Չինաստանում լինի եւ Պուտինը ուզում էր, որ ինքը Թրամփից առաջ գնար այնտեղ, ոչ թե Թրամփից հետո, որովհետեւ երբ որ ինքը Թրամփից հետո գնա, հասկանալ է, որ Թրամփը արդեն ավելի շուտ Սի Ցզինպինին կարող է ազդել եւ ինքը չկարողանա Պինի հետ լուրջ հարցեր քննարկել։ Այսինքն ինքը ուզում էր ավելի շուտ գնար, խոսեր հետ գար, որ հետո Թրամփի գնալը չազդեր ռուս-ուկրաինական եւ առհասարակ հարաբերությունների վրա։ Եվ քանի որ դա չստացվեց առաջ Թրամփը գնաց, հիմա Պուտինն է գնում, բայց մի միջադեպ տեղի ունեցավ, սա շատ հետաքրքիր է, չինական ապրանքային նավ Սևծովում խոցվեց 3 ռուսների կողմից։ Ասում են պատահական է, շփոթմունք է կամ չգիտեմ ես ինչ է, բայց ես իմ մտածելակերպով մտածեցի, որ Պուտինը ուզում էր Չինաստան գնալ, բայց ոչ Թրամփից հետո ուզում էր այնպես անել, առիթ փնտրեր, որ մի փոքր գշտվեր Չինաստանի հետ եւ այդ այցը հետաձգվեր, որովհետեւ ինքը գիտի, որ գնաց այնտեղ արդեն իրեն հետ ուրիշ կերպ են խոսելու Թրամփից հետո։ Ես ենթադրում եմ, որ իրենք ցուցադրելով, որ դա պատահաբար է, բայց դիտմամբ խոցել են, որ Չինաստանը բողոքի նոտա կամ բան ինչ-որ մի լարվածություն առաջանա եւ Պուտինն ասի հարմար չէ, սպային սրված է վիճակը, արդյունավետ չի լինի, չգնամ Չինաստան։ Ենթադրում եմ, որ նման բան են արել, բայց Չինաստանը բացարձակապես այդ նավից չխոսեց։ Չասեց, էլ Ալիևի պես վայնասուն չբարձրացրեց, բավա բերեք, տվեք, հասեք, օգնեք, բան ներողություն խնդրեք, փողերը փակեք, բացարձակ չխոսեց։
Ինձ թվում է Չինաստանը հասկացավ, որ դա Պուտինը դիտմամբ է արել, որ առիթ փնտրի, որ չգնա Չինաստան։ Բայց Չինաստանին պետք է որ Պուտինը գնա եւ Պուտինին շատ բան հասկացնի։ Այդ Սիբիրների մասին պետք է խոսեն, Ուկրաինայի ինչու այս բանը պետք է տեղ ունենա, որովհետեւ Թրամփը Ամերիկայում այդ հարցազրույցի ժամանակ այսպեսի մի ժողովրդավար բառն դե ասած ախր եթե այսպես է դե Թայվանը դե Չինաստան է, էլի, ես դրա անկախությունը ոնց ճանաչեմ կամ այսքան տարի Թայվանին իրենք են տիրություն արել, սա ոչ դիվանագիտական արտահայտություն, դե եթե իրենցն է, թող իրենցը լինի, այսպիսի բաներ է խոսում, սա եթե սա իրականում դառնա քաղաքականություն, որը չի դառնա, չեմ պատկերացնում, որովհետև այնտեղ ոչ միայն ռազմավարական Ամերիկան, կասեմ ինչ շահեր ունի, եթե այդպես լինի, ուրեմն պետք է այդ Վիլսոնի իրավար վճռովել, ասենք Ամերիկա ջան, բա էս էլ մերն է, դու ես ասել, արի տեր կանգնի, թող այդ Կարսը, չգիտեմ, Վանը, հա, Տրապիզոնը, Նախիջևանը, Արցախը, դա թող մերն լինի։ Հայաստանը է եղել։ Ու կա միջազգային իրավունքով եւ պատմական։ Այսպիսի արտահայտություններ է Թրամփն արել, երևի նորից սիրաշահելով Չինաստանի այդ ղեկավարին, այդ դա հասնում է, չէ՞ Չինաստան։ Այսինքն Պուտինի այցից առաջ ինքը արդեն նման արտահայտություններ արել, այսինքն սիրաշահել է Սի Ցզինպինին, որ այնտեղ Պուտինի վիճակն ավելի ծանր լինի։ Ու երբ որ Պուտինը զգա, որ Չինաստանը իրեն դեմ է տալիս, ինքը պատերազմ կանգնեցնելու է գնա Ամերիկայի դուռը, որովհետև Չինաստանի հետ ինքը տարածքային կորուստներ է ունենալու։ Իսկ Ամերիկայի հետ Ամերիկան նենց կանի, որ Չինաստանին բան չգնա այնտեղ, ու իր ձեռքի տակ վերցնի, ոնց որ Ճապոնիային բազմիցս ասել են։ Այսպեսի հետաքրքիր խաղ է գնում։ Շատ հետաքրքիր, ասենք մենք միշտ ասում ենք Թրամփը գիժ է, աննորմալ է, այո, բայց ասում եմ ուղիղ խոսքը երեխի միջոցով կամ երեխի ձևով կարող ես երեխի բերանից կարող ես իմանալ, հիմա Ամերիկային ժամանակը թանկ է, ժամանակ շահելու համար, ասենք այդ մանգամիտին անդադ ուղարկում է, այսպես դնում է գործի մեջ, որ հակառակորդների այդ մտածած քայլեր մի քայլ շուտ հասկանա, որ ինքը պատրաստվի դրան։ Այսպիսի բաներ են տեղի ունենում աշխարհում, սա իմ պատկերացումներն է։ Իմիջիայլոց ասեմ, Թայվանը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, ինքը նաև այս ուղեղների արտադրությունը Ամերիկան շատ լուրջ ծավալի Թայվանում ուղեղներ արտադրում։ Շատ լուրջ ծավալի, ոչ միայն ուղեղներ, տարբեր շատ ապրանքներ կան, չէ՞, հենց մեկ Թայվան, հակոստից բռնեցրած այդ հեռախոսները, դո չգիտեմ ես ինչեր է, բայց ուղեղի արտադրությունը լուրջ 2%, կարծեմ 25%-ը պատկերացնում եք Ամերիկայի ծավալի ընդեղ է արտադրում։ Այն ինչ որ Հայաստանում էլ են ուզում բացեն, այսօր պետք է բացեն։ Իսկ Թայվանում աշխատուժը համատեժան է Ամերիկայի եւ տնտեսապես շահավետ է այդ ուղեղները ընդեղ արտադրվի։ Եթե Թայվանը դառնա Չինաստան, ընդեղ կարող է ուրիշ գներ դառնա կամ էլ ինքնասնված ընդեղից պետք է այդ արտադրությունը բերի Ամերիկա, որի հետևանքով գները պետք է բարձրանա։ Ամերիկայում թանկ է։ Իսկ եթե դրա գինը բարձրանում է, ավտոմատ տնտեսությունում, ասենք, զենքի գինը բարձրանում է, մեքենայի գինը բարձրանում է, հեռուստացույցի գինը բարձրանում է, սառնարանի գինը բարձրանում է, այդ ուղեղները դրանց մեջ են, չէ՞, կիրառվում։ Բանի տեզերանավի գինը բարձրանում է։ Այսինքն ոչ միայն ռազմավարական առումով, այլև տնտեսական առումով ձեռնտու չի Թայվանը։ Ուղղակի Թրամփը ասես բարի, ասես ասես դա Չինաստան է, էլի ոնց անենք, ոնց բայց նաև հաշվի չառավ Թայվանի ժողովրդի, ասենք, այնտեղ մարդիկ չեն ուզում բոլշևիկյան հասարակարգում ապրեն։ Այստեղ ոչ ժողովրդավարական եւ ոչ դիվանագիտական վարկը է ձևավորվել, բայց սա, ելի եմ ասում, Ամերիկայի քայլն է, որ ժամանակ շահելու քայլ է։ Որովհետեւ շատ երկար չծավալվեմ, իմ պատկերացումները Չին-ամերիկյան հարաբերություններում սա է, Ռուսաստան-Չինաստան կամ Ամերիկա-Չինաստան, որտեղ ելի եմ ասում, մեր համար կարևոր բան է տեղի ունենալու։ Այս առումով էլ են առումով էլ։ Տեսնենք մինչև հունիսի 7-ը էլ ինչ փոփոխություններ տեղի կունենան։ Մեր համարավուտն է ընտրական ազգային ժողովի ընտրությունների ցուցակում եւ իսկապես Արցախը Հայաստան համարող միակ ուժին քվեարկեք,
կամ Արարատը կամ Վանը, Մուշը Հայաստան համարող միակ ուժին ձայն տվեք, որ դուք վաղը աշխարհի առաջ չամաչեք, պատասխանատվության զգացում չունենաք, որովհետև հակառակ դեպքում դուք դառնալու եք զրպարտիչ Թուրքիայի համար, օկուպանտ Ադրբեջանի համար։ Խոհեմ եղեք։